կլինի։ Հռչակագրում նաև Արցախի հետ կապված դրվագ կա, որ ըստ էության հանում եք, որ ադրբեջանցի Ալիևը հանգիստ լինեն, որ այս պահի իշխանությունը միավորման հարց առաջ չտան։ Իսկ ցեղասպանության հետ կապված միջազգային հետևողականորեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը միջազգային ճանաչման գործընթացում։ Դա ինչպես է լրացվելու, դա մի հարց տամ, էլի, անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է։ Չէ, առհասարակ անկախության հռչակագիրը ինքնին ինչ է հանդիսանում։ Անկախության հռչակագիրը դուք գուցե չգիտեք, ես շատ լավ գիտեմ, եւ կարելի է սպասել միայն լավը։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ հավաստող, պատմական փաստ, դե եկեք զուգահեռ խոսենք։ Ոչ։ Այլ հարցեր։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունները, որ իր դիրքորոշումից տարբերվող է, ըստ էության դա էլ է արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ինքը ասում էր, որ այդ հռչակագիրը սադրիչ է եւ այլն։ Հնարավոր է, այսինքն տեսական կոնֆլիկտային է, այո, սպառնալիքներ է պարունակում։ Հնարավոր է իր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնի իշխող ուժը։ Իսկ հնարավոր է սպասել եւ տեսնել տեքստը ինչպիսին է։ Մենք ունենք, տեսեք, մենք հետեւյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաեւ դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, կարծում եմ չէ, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարևոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները։ Ինչ իմաստ ունեն քննարկումները, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա կոնֆլիկտածին է եւ այլն, ու քանիցս հայտարարել է, որ չի կարող իմ դիրքորոշումից տարբեր դիրքորոշում ունենալ նույն կառավարությունում եւ այլն։ Եթե խոսքը հանրություն, ով է որոշելու ունենալ կամ չունենալ սահմանադրություն։ Մեկը դուք եք որոշելու, ես ձեզ ասեմ, այո, մեկը դուք եք որոշելու, ես կարող եմ 1 ժամ տրամադրել եւ բացատրել ձեզ, թե ինչպես է գործում կառավարությունը սկզբունքային մակարդակում, բայց ցավոք սրտի այս պահին չունեմ այդ ժամանակը։ Ես մի բան ասեմ, որը շատ կարեւոր է եւ դա մշտապես եմ ասում։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը։ Եվ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն, շատ լավ, ձեզ համար գուցեև չունեն իմաստ, մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր դրույթ, որը կնախատեսվի սահմանադրությունում, մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների հետ։ Դուք եք կարծում, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է եւ հետեւապես դրա լինելը սահմանադրությունում նույնպես կոնֆլիկտածին է։ Ես բազմիցս այս մասով դիրքորոշում եմ հայտնել եւ ասել եմ, որ ոչ միայն սահմանադրությունը, այլ նաեւ որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթներ, այսքանը ամեն ինչ ցեղասպանության մասին դրույթ մենք այդ մասին կքննարկենք, երբ տեքստը պատրաստվի։ Իսկ ասում եք ուրեմն գիտեք որտեղ
Մենք Ալիևի դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել։ Իսեղասպանության մասին դրույթները վտանգում են մեր անկախությունը, Իսեղասպանության մասին դրույթը վտանգում է մեր անկախությունը, խաղաղությունը։ Ես արդեն ասացի իմ դիրքորոշումը։ Ներողություն, Տիկին նախարարից Հայաստանի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի սահմանադրությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտածին, որովհետև Ադրբեջանն իրեն համարում է 1918 թվականի Մենք մեր սահմանադրությունը կոնֆլիկտածին չենք համարել եւ այդ մասով նաեւ կա սահմանադրական դատարանի որոշումը եւ եթե մենք վերջացրեք ձեր հարցը։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Շնորհակալություն հնարավորության համար։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի սահմանադրություն, Ադրբեջանը իրեն ընդհանրապես համարում է 18 թվականի իրավահաջորդը, հա, դուք եւ այդպիսով իր սահմանադրությամբ են նշված են իր պատմական տարածքները, որոնք են համարվում, այդ թվում նաեւ մեր ինքնիշխան տարածքներ, սա դուք կոնֆլիկտածին համարում եք թե ոչ, եւ Երևանը արդյոք նույն ջանասիրությամբ հետեւողական է, որ Ադրբեջանում էլ չլինեն կոնֆլիկտածին փաստաթղթեր, որպեսզի այս խաղաղությունը չվտանգվի։ Եկեք ինչ-որ այլ օրինակով պատկերացնենք, եթե դուք մի երևույթի մեջ խնդիր չեք տեսնում եւ միջազգային բոլոր ատյաններով կամ լավ այլ օրինակ չեմ բերում, հենց նույն օրինակը, միջազգային բոլոր ատյաններով եւ ներպետական այդ թվում հայտարարում եք, որ սահմանադրության ձևակերպումները խնդրային չեն։ Եվ այդ մասին ասել է նաև մեր սահմանադրական դատարանը, որի մասին դուք լավ գիտեք։ Արդյոք կարող եք նմանատիպ ձևակերպումների հետ կապված այլ երկրների սահմանադրությունը մարկա ձևակերպումների մասին է խոսքը, ասել, որ դրանք խնդրային են։ Եթե հակառակը չեմ հակասում, ուշադիր լսեք եւ կտեսնեք։ Իրավական ակտեր, որոնք պետք է կվտանգեն Ուշադիր։ Հիմա որ իրավական Մենք մշտապես Դա իմ կարծիքն է, որ ես ասում եմ եւ մշտապես եմ ասել։ Եվ հիմա ասում եմ, եթե մեր պետությունը բոլոր հնարավոր կոմունիկացիաներով փորձում է տեղ հասցնել այն բացարձակ ճշմարտությունը, որի մասին խոսել է սահմանադրական դատարանը, այն է, որ մեր նախաբանը չի պարունակում հավակնություններ տարածքային եւ այլն, եւ մենք այդ մոտեցմամբ ենք առաջ շարժվում, դա կարծում եմ մեզ ողջամտորեն հնարավորություն չի տալիս ասել, որ այլ երկրների սահմանադրությունները, որոնք նման բովանդակությամբ նորմեր են պարունակում, խնդրային են, եւ մենք նման խնդիր, դե գիտեք ինչ, եթե դուք դժգոհ եք արտաքին քաղաքականությունից, շատ լավ կարող եք հանրությանը հղել ձեր ուղերձներն առայն, թե ինչպես պետք է իրականացվի մեր արտաքին քաղաքականությունը։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանում եղած իրավական նորմը խնդրահարույց է, իսկ Ադրբեջանում եղածը վտանգավոր չէ։ Տրամաբանությունն է սրան հասկանալի։ Ինչի մասին է խոսքը։ Ես արդեն այդ հարցին անդրադարձա եւ նորից չեմ պատասխանելու։ խաղաղությանը, որ ասում եք չպետք է ունենան իրավական ակտեր, որոնք կարող Այո, չպետք է ունենանք, կրկնում եմ։ Չպետք է ունենանք ակտեր, որոնք վտանգում են։ Արցախը վտանգում են հստակ պատասխան։ Մեր ապագայի հետ կապված է խնդիրը, մենք ինչ հանձնառություն ունենք։ Ինչ մեր ապագայի մեջ դուք չեք տեսնում։ Ես իհարկե տեսնում եմ, որ մենք մշտապես մեր դիվանագիտական, ոչ միայն դիվանագիտական, այլ նաև Սփյուռքի ներուժը ուղղել ենք այդ հարցի կարգավորմանը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ կարող ենք դեռ խոսել եւ աշխատել, բայց մեր իրավական համակարգը եւ մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայունացմանը, մեր Հայաստանի Հանրապետության եւ պետք է միտված լինի մեր քաղաքացիների շահերի սպասարկմանը։ Մի դեպքում ասում եք արտաքին քաղաքականությունը մեկ կենտրոնից պետք է վարվի։ Հիմա այս ցեղասպանության ասացի, որ տարիներ շարունակ ոչ։ Դուք ուշադիր չեք այն բաներին, ինչ ես եմ ասում։ Ասեցի տարիներ շարունակ խոսվել է այդ մասին։ Ես խնդրում եմ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը ուղղել ոլորտի պատասխանատուներին եւ ոչ թե արդարադատության նախարարին։ Քաղաքացիական պայմանագիրը ցանկացած հարց նմանատիպ, հա, որ
որը հանրության մոտ հարցեր առաջացնում խնդրառույց է, հղում է անում, ասում է ժողովուրդը մեծ մանդատ է տվել, բայց 2021 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը իրականացրել է քարոզարշավ եւ ժողովրդից քվե է խնդրել, այնտեղ չի եղել որևիցե կետ, որ պետք է սահմանադրությունը փոխվի, որ այնտեղ սահմանադրության մեջ արկա իրավական ակտերը Իհարկե եղել է, բացեք նայեք, կներեք կրկին ընդհատեցի, ոչ սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այնտեղ գրած է սահմանադրական բարեփոխումներ, նախ խնդրում եմ բացեք կարդացեք կամ նոր եւ դա կարող է ենթադրել նոր սահման Եթե դեմ եք կգնաք, դեմ կքվեարկեք, սիրելիս, ինչի մասին է խոսքը։ Մեր խնդիրը, տեսեք, հակառակ գործողություններ ան։ Դուք չեք ասում, որ անկախության հռչակագիր եք հանել։ Նախ պատմաքաղաքական իրադարձությունները թույլ տվեք ձեզ հիշեցնել, կամ չեմ հիշեցնի, որովհետև դուք երևի ինձնից լավ եք հիշում։ Երկրորդ, 2021 թվականին ժողովուրդը այո մանդատ է տվել այս իշխանությանը եւ արչեվում հիմա դուք ինձ անդադար ընդհատում եք եւ արչեվում ազատ ու արդար ընտրություններ են եւ քաղաքացիները ազատ են որոշելու այդ մանդատը կրկին տրամադրել կամ չտրամադրել կառավարությանը իշխող կառավարությանը չեմ ներում Նախարար եւ առանձնանակ ուրախ ավտոբուսի շրջագայություններից, որոնք ամեն գիրակի արդեն տեղի ունենում, ինչ նպատակ է հետապնդում սա, ինչու է ներկուսակցական քարոզարշավի անվան տակ իրականացվում քարոզարշավ, այդ մեկ պետական միջոցների վատնում է այնուամենայնիվ տեղի ունենում եւ Իսկ ով է ասել, որ պետական միջոցների վատնում է տեղի ունենում, ունեք նման տվյալ, խնդրում եմ հաղորդում ներկայացրեք հանցագործության մասին, 1, երկրորդ Ինչ է դա նշանակում, ձևաչափը ֆորմատը հստակ ներկայացված է եւ հնարավորինս թափանցիկ տարբերակով ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, որի շրջանակներում եւ միշտ պաշտոնատար անձինք ազատ են շփվել մեր սիրելի քաղաքացիների հետ, այդքանը։ Վերջին հարցը, որովհետեւ ուշ է։ Սահմանադրությունները ձեր կարծիքով ազատ ժողովրդի քվեով են հաստատվել։ Կարծեք որ ժողովուրդը ունեցել է այդ սահմանադրությունները։ Եթե դուք հիշում եք նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական բարեփոխումների առհասարակ հիմքում դրված է եղել այն միտքը, որ նախորդ տարիներին ժողովուրդը չի ընտրել իրականում սահմանադրությունը։ Եվ որովհետև ի պատիվ այս իշխանությանը իրականում մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրությունների օրինակ։ Այսինքն մեր երկրում գոնե թե իմ տեսած միակ ընտրություններն էին, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տվել։ Եվ հետևաբար նույն սկզբունքով ու նույն տրամաբանությամբ ենք առաջնորդվելու, ստանձնելով պատասխանատվություն, անցկացնելու ազատ, արդար ընտրություններ։ Եվ ուրեմն